Հիշեցնեմ, որ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է ընտրակաշարք բացահայտելու մասին, որը իբրև թե բաժանվել է քաղաքական մի ուժի կողմից, ինչու՞մ է իբրև թե հեսա կասենք, որ մի ուժ չի, բազմաթիվ ուժեր են, կարծում եմ, գրեթե համոզված եմ, որ դրանով զբաղվում, բայց այդ մի ուժի մասին է խոսքը, եւ ես չգիտեմ նույնիսկ հա տեղեկատվականով առավոտից իրիկուն հատկապես նիկոլականները, ջերմ բարևներս նիկոլականերին, հարգելի նիկոլականներ, հատկապես ձեզ համար եմ ես այս լայվերը անում, դուք էլ ուշադիր լսեք։ Նիկոլականները տենց ընտրակաշարքի հետ օրինակը տենց բազմաթիվ քննադատական սրտաճմլիկ նյութերով տարածեցին, մի քանի ժամանակ առաջ էլ այն աղջիկա պետական դավաճանության հարցն էին սրտաճմլիկ տարածում, հետո դատարանը պարզեց, որ պետական դավաճանություն չի, լրտեսություն է, այդ էլ հարցակրի է տենց վերաձևակերպ է, մի խոսքով։ Իդեպ դատարանի մի ձևակերպում էլ, քանի չենք սկսել բուն նյութը, Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած այդ իրադրության հետ կապված, իրադարձության հետ կապված բանը քննչական կոմիտեն ուրեմն արդեն մեղադրանք է ներկայացրել, մեղադրանքի մեջ երկու հոդված կա, խուլիգանություն եւ պաշտոնատարանձի քաղաքական գործունեությանը խոչընդոտել, խանգարել։ Այս երկու հոդվածն է եւ այստեղ ուշադրություն, այսինքն այդ եկեղեցի գնալ, այդ պատարագին մասնակցել, այդ ամեն ինչը որակվել է որպես քաղաքական գործունեություն։ Դա չի որակվել որպես հավատացյալ մարդու այց եկեղեցի։ Ելի նիկոլականներին ձեր իսկ այսպես անձնական օգտագործման, ձեր շեֆի, ձեր կումիրի կուրքի անձնական օգտագործման քննչական կոմիտեն մեծամասամբ, հա, ցավոք սրտի այսօր բոլոր պետական մարմինները այս կամ այն չափով Նիկոլ Փաշինյանի համար անձնական օգտագործման մարմիններ են, հա, որակելա որպես քաղաքական գործունեության խոչընդոտում, հետևաբար այդ այցը Նիկոլի այցը եկեղեցի, դա քաղաքական գործունեություն է, դա քարոզարշավ էր, հասկացաք, դա հավատացյալ գործունեություն չէր։ Էսի ուղղակի միջայլոց իմացեք, ժողովուրդ ջան, հիմա անցնենք այդ ձայնագրություններին, գաղտնալսումների, որոնք հրապարակվել են, կարող եք ովքեր չեն տեսել, YouTube-ով պոյիքս տվեք գաղտնալսումներ, ընտրակաշարք ու ձեզ կարծում եմ կբերի։ Նայեք, նախ այնտեղ հետաքրքիր բան կա, որ դեր դատարանում պիտի ապացուցեն, որ դա ընտրակաշարք է, թեև ես գիտեմ, հա, որ դա ընտրակաշարք է, ասեք, ինձ պետք չի ապացուցել, ինձ պարզա, որ դա ընտրակաշարք է, ավելին ինձ պարզա, որ միայն նրանք չեն դա անում։ Ընտրակաշարքը, բայց ոնց հանդեպ ձևակերպված, օրինակ կա, որ մեկին, որին հունվար ամսի փողը չեն տվել, ու դա դժգոհում է այդ մեկը, ասում է, ես հունվար ամսի փողը չեմ տվել, նրանք էլ ասում, բայց դու եկել ինչ ես արել հունվար ամսին, քանի անգամ ես գնացել եկել, այսինքն դա ձևակերպում է որպես հասարակական ակտիվության վճար, որպես հասարակական հանրային ակտիվության դիմաց մարդիկ վճարում են, ադեպ ասեմ, այդպես վճարում են գրեթե բոլորը հասարակական ակտիվության համար։ Ուղղակի հիմա մեղադրանքը նրանում է, որ դուք ձև եք թափել, թե դա հասարակական ակտիվություն է, դա իրականում կաշառք է եղել։ Բայց օրինակ այդ գաղտնալսվողների օգտին այդ փաստը կա, որ մարդիկ փողը չեն տվել, եթե մարդը չգնացել եկե։ Ու հեռախոսով ասում է, դու քանի անգամ ես գնացել եկել, որ փող ես ուզում։ Այսինքն ցույց է տալի, որ դա աշխատանքի դիմաց է, հանրային աշխատանքի, հասարակական աշխատանքի, քաղաքական աշխատանքի դիմաց են վճարում։ Դա հենց այնպես չեն վճարում։ Այսի մի sense կտոր կա։ Այնտեղ մի առանձին կտոր էլ կա, որ մի աշխատող ասում է, ես շատ եմ գնում աշխատում, խիեք նրանց տանը նստածներին նույն փողը տալի, ինչ որ ինձ։ Ես շատ եմ աշխատում, այսինքն էլի խոսքա գնում եմ մասին, որ դա հասարակական աշխատանք է։ Սա ինձ համոզիչ չի իհարկե, բայց դատարանում sense բաները շատ լուրջ հաշվի են առնվում։ Այնտեղ էլի մի կտոր էլ կա, էլի որ հասարակական աշխատանքի համար են վճարում, մի խոսքով օրը այսքան քանի օր ուզեք, այդ էլ է հասարակական աշխատանք, այսինքն եթե մարդը 5 օր գա աշխատանքանի վճարեն 5 օրվա համար 20,000 դրամ օրը, ասում է փողն է գլխանց եք տալիս։ Մի խոսքով այստեղ եթե մի շատ կարևոր դրվագ կար, ես այն չեմ հիշում, որ այդ խոսում էր այն մասին, որ դա աշխատավարձ է, բառից բուն իմաստով, եւ ոչ թե ընտրակաշարք։ Թեև ես անձամբ համոզված եմ, որ դա ընտրակաշարք է։ Բայց հիմա եկեք մի ուրիշ դրվագի անդրադառնանք, հա, օրինակ, սկսենք դրանից ռենտգենի համար 120,000 դրամ, ռենտգենի ինստիտուտում, ռուսկաբանական ինստիտուտում հետազոտության համար 120,000 դրամ ուզել են եւ մարդիկ ասում են լավ, այդ 120,000-ը կազմակերպենք։ Հա, հիշեցի որն է։ Երբ որ մեկը ասում է ինձ կանխիկ տվեք այդ գումարը, հեռախոսի մյուս խոսացողը, կազմակերպիչը ասում է ոչ, ասում է հիմա 1,000 դրամ են կանխիկ չեք տա, կգաս օրինական տեսնենք ոնց ենք դա փաստաթղթավորում։ Այսինքն էս էլ է դատարանում աշխատելու հոգուտ նրանց, ովքեր մեղադրվում են։
Դատարանը դա հաշվի առնել, որ մարդը փաստացի ասել է, չէ, ընկեր, մենք օրինական պիտի դա ձևակերպենք, դա չի կարող լինի տենց հռկոպալի։ Ահա սա է, որ մոռացել եմ։ Ահա այսպիսի փաստեր կան, բայց ինչն է հետաքրքիր 120,000 դրամի համար, որ ահա նրանք բարեգործություն են անում, այնիշ բարեգործությունն արգելված է քաղաքական ընտրապայքարի նախաշեմին։ Իսկ հիմա հարց, իսկ Նիկոլ Փաշինյանն ենք, որ շուտապույտ կերպով, անկազմակերպ, այսպես շփթփ առանց քորը մտածելու եւ պլանավորելու առողջության ապահովագրություն դրեցին։ Դա ինչ էր, դա ընտրակաշարք չի։ Մի անգամից լավ ասեմ, այդ ուժը Սամվել Կարապետյանի ուժն է, որ հիմա գաղթան լսվում եւ մեղադրվում է եւ իսկ բոլորդ էլ գիտեք։ Այ ընկեր, դուք կասես Սամվել Կարապետյանի ուժը հարգելի նիկոլականներ, դուք ասեք։ Սամվել Կարապետյանի ուժը այդ ինչ անում, որ Նիկոլ Փաշինյանը պետական մակարդակով չի անում։ Նիկոլ Փաշինյանի մոտ թղթերով ամեն ինչ կարգին է։ Սամվել Կարապետյանի ժողովուրդն էլ ասում է, ապեր չի լինի դա անօրինական ձև, պիտի թղթերով ամեն ինչ օրինական լինի։ Նիկոլ Փաշինյանը միլիարդավոր դրամների փող է բաժանում։ Այն մարդիկ 120,000 դրամ փող են տվել, միտեղ էլ 500,000 դրամ են տվել հիվանդանոցի համար։ Հիմա եկեք մի հատ ինձ բացատրեք, թե ինչով է Նիկոլ Փաշինյանի հիվանդանոցի համար տված բաժանած փողերը անմիջապես ընտրապայքարից առաջ որոշված, հունվարի 1-ից որոշված։ Ինչով է այդ փողերը տարբերվում Սամվել Կարապետյանի բաժանած փողերից։ Եթե ոչ իր մասշտաբով։ Մասշտաբից բացի ուրիշ ինչ նա եւ այն որ Նիկոլ Փաշինյանը ադմինիստրատիվ ռեսուրսը կարա չարաշահի ու ոչ մեկ չի կարա ոչ մի դատախազ իր հետևից չի գնա, որ անձնական օգտագործման դատախազն է, իսկ նրա հետևից կգնան, որովհետեւ գաղտնալսում են, որովհետեւ իրանց քաղաքական մրցակիցն է։ Կամ այդ փողերը որ բաժանեցիք թոշակների հետ ապրիլի 1-ից, թոշակների բարձր, բա դա ինչ պակաս ընտրակաշարքը։ Ինչ է անում Սամվել Կարապետյանի ուժը, որ չի անում Նիկոլ Փաշինյանը։ Պարզապես ասացի Սամվել Կարապետյանի ուժը դա առնում է մի քանի տասնյակ կամ մի քանի 100,000 դրամների կտրվածքով եւ առանձին այսպես ընտրած թիրախային անձանց Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեն գրպանում դրած մասշտաբային է իրականացնում, ոնց ուզում է ու հենց նախընտրական շրջանում։ Բայց եթե նախընտրական շրջանում արգելված է այդպիսի բարեգործություններ անելը, բա ինչ եք դուք նախընտրական շրջանում այդ մասշտաբի ավանտյուրա սպեկուլացնում։ Հա? Նիկոլականներ, որովհետև դուք թքած ունեք արժեքների եւ բարոյականության վրա, ձեզ կարեւոր է, որ Սամվել Կարապետյանը որպես փիս կերպար, որպես Ռուսաստանի կերպար, այսինքն ձեզ համար բարոյական սկզբունք չկա։ Ձեզ համար կա այնքան որ արդյունավետ լինի, այնքան որ ձեր ուզածը անցնի, յանի հանուն հայրենիքի եք անում։ Նրանցից ոչ ոք հանուն հայրենիքի չի անում։ Նրանք ցանկացած մեկը իր անձնական մորթապաշտության եւ իր թիմային շահերի համար անում։ Էսի մեկ։ Անցնենք մի հատ ուրիշ դրվագի այդ գաղտնալսումից, որտեղ մի քաղաքացի ասում է, այն որ հունվարի փողը չէին տվել, խռովել էր։ Ասում է, դե ես այդ 180 հոգուն, 180 հոգի, այդ 180 հոգուն կտանեմ ուրիշ տեղ։ Յանի ինքը 180 քվե ունի, այդ 180 քվեն կտանեմ ուրիշ տեղ։ Նրանք էլ ասում են, տարտուր քվեին, հեռախոսից մյուս խոսացող կազմակերպիչը։ Ասում է, քպ-ին չեմ տանի, ես գիտեմ ում կտանեմ։ Ենթադրում եմ, որ արդեն նկատի ունի Ծառուկյան, Քոչարյան կամ ուրիշ ուժեր, եթե ոչ քպեի, այլ Սամվել Կարապետյանին, այսպես ասած, որոշակի մրցակից այդ դաշտում։ Իրանց խելքով էլի դա հազիվ էլ այդքան հասկանան։ Բայց եկեք մի հատ դես դրվագի վրա հատուկ ուշադրություն դարձնենք։ 180 հոգու ասում է, ես ձեզ չեմ տա, ուրիշին կտամ։ Ժողովուրդ, երբ որ ես եւ ոչ միայն ես, բայց երբ որ ես խոսքի մեջ օրինակ ասում եմ հանրության մի զգալի հատված, մի էական հատված, հանրության մի որոշակի շերտ նախիրա, դուք ինձ ասում եք հայտ տես չի կարելի ժողովրդի հետ խոսալ։ Դուք ավելի դաստիարակված եք, քան ես, ասում եք հայտ չի կարելի այդպես խոսալ։ Հիմա հարց, էսի գաղտնալսած տվյալ, ասած որ գաղտնալսած հարյուրավոր ու հազարավոր է sense խոսքեր կլսես մարդկանց մասնավոր զրույցներում։ Հիմա հարց, այդ 180 հոգին ինչ են, եթե կուզի սրան կտանի, կուզի նրան կտանի։ Ինչ են։ Գիտակից, հասկացող, այսպես քաղաքականապես հասուն, ինչ են այդ մարդիկ։ Բանական էակներ են, ինչ են այդ մարդիկ։ Եթե նախիր չեն, ինչ են։ Միայն նախրի հասցեին կարելի է այդպես խոսել, 180 ստե չեմ տա քշի, ընդե կքշեն։ Միայն չոբանը կարա նախրի հասցեին sense խոսալ։ Եվ այդ 180 հոգին իրենց մեկ է, թե իրանց որ կողմ կքշեն, լիժբի արոտը կանաչ լինի, կանաչն է դոլարն է, այնքան որ արոտը կանաչ լինի, ես եմ փաստորեն մեր ժողովրդին այսպես ոչ կոռեկտ դիմում,
Մի հատ լսեք այդ գաղտնալսումը, տենց ասում եմ հազարավոր մասնավոր զրույցներ կլսեք, եթե ասում են ինչի եք վարվում, ինչի եք թարս մեկնաբանում, իհարկե ձեզ վիգտնի ձևով եք խոսում, մարդկանց ինչ եք մանիպուլացնում, Մանե Առաքելյան, Մանե ջան, եթե գրես ասենք, որ նախադասությունը մանիպուլացրեցի, ես ձեզ իհարկե սիրով կպատասխանեմ, բայց արդեն մեկնաբանություններում։ Խնդրում եմ գրեք, որ նախադասությունը մանիպուլացրեցի։ Հիմա նայեք, եթե մարդը ու բազմաթիվ մարդիկ 180 հոգում ուզեն ստեկը տանեն ուզեն ընդե, եթե կան հազարավոր եւ տասնյակ հազարավոր, եթե ոչ 100 հազարավոր մարդիկ, ովքեր պատրաստ են այդ 20,000 դրամով եւ այն մյուսով գնալ ցանկացած մեկի օգտին քվեարկել, ով իրեն շատ տա նրա օգտին քվեարկել։ Ժողովուրդ, այս խնդրեմ չի։ Այս չի մեր բգին չոքած խնդրեմը։ Հա? Հələ ես էլ փիսն եմ, հա, որ ասում են այսպիսի արատավոր պրակտիկա կա մեզ։ Այս տեսակ անբարոյականություն կա, ու որովհետեւ մեկը առանձնակի սրանից չի ներվում։ Այդ մարդը, որ բռնվել է, վաղը իր հարևանը չի թքելու երեսին, ասի ամոթ քեզ։ Այսինքն նույնիսկ հանրային պարսավանքի երևույթ հասկացություն չկա, որ դու հանգիստ նստես, հանրությունը դա քննադատի։ Այս մտորումների շրջանում ես էլ հասկացա, որ հանրային պարսավանք չկա։ Այդպես բան չկա, որ մարդը sense բան անի, հաջորդ օրը վեր կենա ու թքեն երեսին ասեն, ես ինչ ես անում այ մարդ։ Նույն փոխաբերական իմաստով, չէ, ամոթանք տան ասեն, ես ինչ ես անում։ Չկա այդ բանը մեր ժողովրդի մեջ։ Հանրային պարսավանքը որպես գործնական, պրակտիկ երևույթ հասկացություն չկա։ Նա հիմա եկեք տենանք, ով պետք է վեր կենա, այդ հազարներին ասի թքեմ ձեր երեսին, ես ինչ եք անում։ Եթե հանրությունը դա չի անում, ով պետք է ասի։ Եվ ինչպես եք որակում այդ հանրությանը, որը չունի այդ բարոյական նկարագիրը, որ վեր կենա, աշխարհում մի նորմալ երկիր չէ գտնի, որտեղ հանրությունը այդպիսի արարքներին այսպես sense էլի չյանի չեմ տեսել, այդ հետ։ Բայց եթե չկա այդ քննադատությունը, մարդիկ ինչ պետք է անեն։ Ով ինչ ուզի, դա էլ պետք է անի։ Ով ոնց ուզի, տենց էլ պետք է անի։ Միլիարդերները պետք է գան, փող բաժանեն, Նիկոլը պիտի նա ընտրություններից առաջ թոշակներ բարձրացնի, ապահովագրությունը sense անպատրաստ ու հապճեպ ներդնի, որ ձայն հավաքի։ Հիմա վերադառնանք իրական քաղաքականությանը, բայց իրական են առաքինի սկզբունքային քաղաքական գործիչները։ Ես իմ ընկերների հետ բա ինչ պետք է անենք ժողովուրդ։ Մենք որտեղից պետք է փող ճարենք առնվազն, ասում եմ, մի հատ քարոզարշավ անելու համար, մի հատ իրազեկման ակցիա անելու համար, մի հատ զալ վերցնելու, վարձելու համար եւ մի հատ ֆորշետ տալ։ Մի րոպեից վերջացնում եմ։ Եվ մի հատ ֆորշետ տալու համար, ասենք թե ոնց պետք է անենք, ձեր ցավը տան։ Ես նրան հələ կանդրադառնամ ես, ով վճարում է նայել պատվիրումը։ Ով վճարում է նայել պատվիրումը։ Եվ երբ որ քննադատում են, ասում ճիշտ եք ասում, ժողովրդի հետ տես չի կարելի խոսալ։ Բա ոնց կարելի է խոսալ։ Այն ժողովրդի հետ, որը չունի հանրային քննադատություն, իր այն շերտերի նկատմամբ, որոնք 150 հոգի չոբանը ուր քշի ընդդել կդնան։